Սրբազան ջան, ավանդույթին համաձայն բոլոր ընտրությունների նախաշեմին քարոզարշավի առաջի օրը մենք սկսել ենք քարոզարշավը ձեր օրհնությունը ստանալով։ Այսօր նույնպես ավանդույթը չենք խախտել, եկել ենք մեր Շիրակի թեմի առաջնորդի մոտ օրհնությունը ստանալու, որպեսզի օրհնեք մեր բռնած գործը, մեր գործն արդար է, մենք մեր քաղաքի համար ենք ոտքի ելել եւ այս թիմով մենք պատրաստվում ենք Գյումրիում բերել փոփոխություն, պատրաստվում ենք Գյումրիում բերել տրամադրություն, բոլորս լավ գիտենք, դուք առավել եւս այսօրվա մեր երկրի վիճակը, մեր կարգավիճակը, ինչ կարգավիճակում ենք գտնվում եւ այս ընտրություններին իմ եւ իմ թիմի մասնակցությունը պատահական չէր։ Դուք լավ հասկանում եք, որ սա ինքնանպատակ չէ, հենց ուղղակի միայն քաղաքապետի ընտրությունների մասնակցություն չէ, որ մասնակցում ենք քաղաքապետի ընտրություններին։ Սա շատ կարևոր ընտրություն է եւ այս ընտրությունով մենք փորձելու ենք երկրում տրամադրություն փոխել, երկրում փոփոխություն բերել, որին որ այս վերջի քան տարիները շատ-շատերս փափագած սպասել ենք։ Սա հուսանք, որ Աստծո կամոք կունենանք հաջողություն եւ սա կլինի սկիզբը փոփոխությունների։ Շնորհակալ ենք ընդունելության համար, շնորհակալ ենք ինչպես միշտ պատրաստակամության համար, որ պատրաստ եք եղել օրհնելու մեր բռնած գործը։ Ցավոք մեր 30 եւ ավելի տարիների անկախ պետականության պայմաններում ոչ բոլոր ուժերն են, ոչ բոլոր քաղաքական ուժերն են կամ ոչ բոլոր քաղաքական անհատներն են, որ հասկացան եւ իմացան եւ ըմբռնեցին եկեղեցու դերը եւ նշանակությունը։ Ցավոք, եւ դա միայն վնաս բերեց առավել երկրին, պետության, տեղական ինքնակառավարման մարմիններին, քան թե եկեղեցու։ Այո, հզոր պետությունը պետք է ունենա հզոր եկեղեցի, հզոր եկեղեցին պետք է ամենքը մասնակցի պետության հզորացմանը, սա է բանաձևը, որը շատերը չհասկացան, ցավոք։ Վճռական ընտրություն է լինելու այս անգամ, կարծեմ թե բավական լուրջ եւ ինչպես ասիկ կարող է այո Գյումրիի այս ընտրությունը վճռորոշ նշանակություն ունենալ նաեւ հանրապետական մասշտաբով, համապետական մասշտաբով։ Մնում է մեզ մաղթել, որ այո ընտրությունները, քարոզարշավը եւ ընտրությունները ընթանան խաղաղ, հանգիստ, առանց որևիցե սխալ եւ անպատշաճ դրսևորումների որևիցե մեկի կողմից։ Եվ այո գյումրեցին թող կատարի իր ընտրությունը, որը հուսանք, որ կլինի ճիշտ ընտրություն։ Ձեզ ամենայն բարի հաջողություն, լավագույնի սպասումով։ Սրբազան ջան, մեր թիմով հաղթանակի հաջողության դեպքում ձեր առաջնորդությամբ, ձեր գլխավորությամբ պատկերացնում ենք մեր քաղաքի շենացումը եւ իրականում մեր եկեղեցին պիտի գնահատված լինի եւ մենք ամեն մեկս մեր տեղում պիտի կարողանանք այդ գնահատված լինելը ապահովել, կազմակերպել։ Դուք գիտեք իմ վերաբերմունքը մեր առաքելական եկեղեցում հանձինս ձեր գլխավորությամբ մենք միշտ պատրաստ ենք եղել, մենք միշտ մեր եկեղեցու, մեր թեմի առաջնորդի կողքին ենք եղել եւ հետ այսօր շարունակելու ենք Աստծո կամոք, ելի ասում հաջողություն ունենալու պարագայում, որպես քաղաքապետ ես պատկերացնում եմ իմ եւ մեր թեմի համագործակցությունը ձեր օրհնությամբ, ձեր խորհուրդներով, քանի որ ինչպես դուք ասեցիք, որպես կենտրոնի բնագիչ, որպես
մեր նաև ավագ սերնդի ներկայացիչ մեծ ու լուրջ կյանք ապրած անցած մարդ, ձեր խորհուրդների կարիքը մենք անպայման ունենալու ենք, մենք նաև ունենալու ենք մեր ավագների խորհուրդը։ Չնայած այսօր է մեկնարկել քարոզ արշավը, բայց այս ընթացքում տեսել եք մյուս տեխնատուների, մասնավորապես ՔՊ-ի կողմից իշխանական լծակների չարաշահման դեպքեր կամ խախտման դեպքեր։ Դե այս պայթրությամբ խախտման, որ ասեմ խախտման, այդպես գիտեք ինչ, տեսեք, այս փնփնտալը իմը չէ, ես պայքարող տեսակ եմ, ես պատրաստ եմ, մտել եմ պայքարի մեջ, պայքարելու եմ, անկախ դժվարություններից, անկախ խնդիրներից մենք պայքարելու ենք ու այդ ճնշումները բնականաբար իշխանությունը ունի լծակներ եւ փորձելու է այդ լծակները կիրառել։ Այստեղ հարցը այն է, թե մենք ընդդիմադիր տեխնազուներս կարողանալու ենք մեր գյումրեցիներին ներկայացնել, բացատրել, խնդրել, համոզել, որ այդ ճնշումները ոչ մի ձևի կառավարելի չի։ Մարդկանց այսօր ճնշման արդյունքում տանում են նրան, որ Facebook-ներում pedagogan աշխատողներին չմտնեք, չլայքեք, չկիսվեք այդ նյութերով ընդդիմադիրների, կամ ցուցակներ են պահանջում, կամ տարբեր տեսակի, կամ ռոլիկները հանեք, կամ մարդիկ, ովքեր որ դրական ինչ-որ կոմենտներ են տալիս, այդ մարդկանց հետևից գնում են, հետո պահանջում են տարբեր տեղերից այդ կոմենտները հանել, այսպես մանր-մունր բաներով, ժողովուրդ ջան, փորձելու են տրամադրություն ստեղծել, վախի մթնոլորտ ստեղծել ժողովրդի մոտ, բայց ես կարծում եմ, որ մենք ընդդիմադիր տեխնազուներս կկարողանանք այս 15 օրերի ընթացքում մեր գյումրեցիներին բացատրել, որ սադանան այդքան վախենալու չէ, ինչքան իր անունը։ Շնորհակալ եմ։ Գյումրեցին ճնշվող է։ Գյումրեցին ճնշվող չէ։ Այս ընտրությունների ընթացքում մենք պիտի լավ հասկանանք ու լավ գիտակցենք, ինչին ենք տալու առաջնահերթությունը։ Առաջնահերթությունը տալու ենք փորձին, առաջնահերթությունը տալու ենք այն տեխնազուին, ով որ ունի անցած ճանապարհ, ով որ իմունիտետ է ձեռք բերել իշխանությունների հետ պայքարի մեջ մտնելու։ 14 տարի եղել եմ պատգամավոր, որից 13 տարին եղել եմ ընդդիմադիր։ 13 տարին ընդդիմադիր լինելով հանդերձ տարբեր տեսակի փորձությունների միջով եմ անցել։ Ինչ իշխանություն, ինչ տեսակի մարդ, ինչ տեսակի մինիստր ու չգիտեմ քաղաքական գործիչի ասես որ չեմ հանդիպել։ Ու այդ ամեն ինչի այդ փորձությունների միջից ես դուրս եմ եկել որպես գյումրեցի մարդուն, որպես քաղաքի տղա ու կարողացել եմ իմ անունս, պատիվս, իմ քաղաքի պատիվը բարձր պահել ու երբևիցե ոչ մեկի առաջ գլուխ չեմ խոնարհել։ Գլուխ չեմ խոնարհել ու չեմ խոնարհելու ոչ մի քաղաքական ուժի առաջ, ոչ մի քաղաքական ուժի ղեկավարի առաջ։ Ես համագործակցել եմ թիմերի հետ, ես համագործակցել եմ երկրի նախագահի հետ, բայց երբևիցե իմ մտքով անգամ չի անցել, որ ես որպես մարդուն կարող է լինի դա երկրի նախագահ, լինի նախարարներ, լինի, չգիտեմ, տարբեր տեսակի ռանգի պաշտոնյաներ, որ ես հանգարց խոնարհվեմ այդ մարդկանց դեմը։ Ես միշտ եղել եմ պահանջատեր, ես ցավոք սրտի այս բառը շատ լավն էր ու գյումրեցիներից բնորոշ բառ էր, բայց այսօր այժե զրկվել է, բայց ես հավատացնում եմ ձեզ, գալու է այդ օրը, որ գյումրեցին էլի այդ բառով հբարդանա ու գյումրեցին էլի այդ բառով իրեն լավ զգա։ Ես երբեք իմ դուխը երբեք չի պակասել ու չի պակասել։ Քաղաքացիները քայլերթի ընթացքում բավականին հետաքրքրությամբ վերցնում էին թերթիկները հասկանալու, թե ինչպիսի Գյումրի եք խոստանում իրենց, կխնդրենք նաև ներկայացնեք, հա, հագիրճ, թե ինչպիսի Գյումրու համար պետք է հենց ձեզ ընտրեն։ Ուրեմն պիտի Գյումրին լինի կանչող, պիտի Գյումրին լինի տրամադրությունների քաղաք, պիտի Գյումրին լինի զարգացող մշակութային, սպորտային, մեծ ու փոքրի հարգանքը պահող, արժանապատվությունը պահող, ամենալավ
ամենալավ բաները Գյումրու հետ կապված պիտի փորձենք բայել։ Իսկ գյումրեցին ինչու հենց դες պիտի հավատա ունրի։ Որովհետև գյումրեցին այս տարիների ընթացքում տեսել է ինձ, ես մշտապես Գյումրիում եմ եղել, իմ գործունեությունը ամբողջությամբ եղել է Գյումրի քաղաքում, ես ոչ մի օր չեմ բացակայել իմ քաղաքից եւ այս տարիների ընթացքում իմ ամբողջ կատարած աշխատանքը հենց ուղղված է եղել Գյումրի քաղաքին եւ գյումրեցիներին։ Հավանաբար վերլուծությունը արդեն հասցրել է կարել գյումրեցիների հիմնական խնդիրների վերաբերյալ, որոնց են դրանցից առաջնայինները։ Դե առաջնայինները բոլորս էլ գիտենք, հասկանում ենք, անօթևանության խնդիրը, փողոցաշինության խնդիրը, այսօր նաև գումարվել է այդ խնդիրներին արցախցիների խնդիրը, արցախցիների անօթևան լինելու խնդիրը շատ է ժողովուրդ, գյումրեցիների խնդիրները իրականում շատ մեծ է, հսկայական աշխատատեղերը, որը ամենակարևորներից մեկն է, բայց ճիշտ է այս ընթացքում փորձում են այս քաղաքապետի ընտրությունները տանել դեպի աշխատատեղերի խոստումների, բայց մենք հասկանում ենք, որ քաղաքապետը մեծ հաշվով աշխատատեղեր ստեղծելու այդքան էլ մեծ հնարավորություն չունի, բայց մենք ունենք նաև դրա բանաձևը եւ տուրիզմի զարգ տալով մենք նաև այստեղ լուծելու ենք աշխատատեղերի հարցը, մեծ թվով աշխատատեղերի հարց ենք փորձելու լուծել ու այն ինչ որ մենք ունենք ծրագիրը բնականաբար առաջի օրն է քարոզարշավի տարբեր ձևի, տարբեր խողովակներով մենք մեր ծրագրի դրույթները մանրամասն մեր գյումրեցիներին ներկայացնելու ենք եւ դրանով պայմանավորված մեր գյումրեցիները կտեսնեն թե կոնկրետ մենք ինչպես ենք պատկերացնում Գյումրու զարգացումը, Գյումրու առաջընթացը։ Եվ 9 քաղաքական ուժու դաշինք, ինչպես եք պատկերացնում պայքարը քաղաքապետի ու ընդհանրապես քաղաքային իշխանության համար ու այսօր բոլոր ուժերը մեկնարկում են, հա, իրենց քարոզարշավը ինչ կմաղթեք, արդար մրցակցություն կլինի ըստ ձեզ։ Դե չգիտեմ, մենք մեր պահով պատրաստ ենք արդար մրցակցությունը ապահովելու, մնացած ամեն մեկը իրենց փոխարեն պիտի ասեն, որոշակի բաներ նկատվում է, բայց այս պահին առաջի օրն է կսպասենք, կհասկանանք։ Բոլորին մաղթում եմ հաջողություն, չմոռանանք, որ ընտրությունները անցնելու են, գնալու են, այդ բոլոր քաղաքական ուժերը, որ եկել են այսօր Գյումրի ու փորձում են Գյումրիում օգտագործել այս ամեն ինչը, իրենք էլ հասկանան, որ իրենք թողնելու են, գնալու են ընտրություններից հետո իրենց հետևից թողած խառնակշությունը մնալու է մեզ գյումրեցիներից ու մենք ենք այդ ամեն ինչի տակից վերջում դուրս գալու, այնպես որ ինչ որ անում եք, նաև հաշվի առեք, որ ձեզանից հետո էլի կյանք կա, ձեզանից հետո էլի Գյումրին լինելու է, մնալու է, այնպես արեք, որ տեղ թողնեք ձեր թիմագիցների համար, ամեն մեկը դում համար, որ գալիս է Գյումրի քաղաք, տեղ թողնեք այդ մարդկանց համար, այս քաղաքում շարունակեն գլուխները բարձր մանկան այս քաղաքում եւ խնդիրներ չունենան։